Այս մարդուն չհաջողվեց դառնալ մեծ ֆուտբոլիստ, բայց փոխարենը նա դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը։ Նրա անունը Ժոզե Մոուրինյո է։ Շատերը նրան անվանում են առանձնահատուկ, բայց ինչու՞։ Նա ծնվել է ոչ հարուստ ընտանիքում։ Երկրում առաջացած խնդիրներից հետո նրա ծնողները կորցրել են իրենց գրեթե ամբողջ ունեցվածքը։ Ժոզեի հայրը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր։ 18 տարեկանում Ժոզեն հայտնվեց թիմում, որտեղ մարզիչ էր նրա հայրը։ Ակումբի մարզիչի որդի լինելը նրան ոչ մի արտոնություն չէր տալիս։ Ժոզեն խոստովանում է, որ իր ֆիզիկական տվյալները չէին բավականացնում բարձր մակարդակի հասնելու համար, եւ այդ պատճառով նա վաղ ավարտեց կարիերան։ Ծնողները նրան ուղարկեցին բիզնես դպրոց։ Ժոզեն առաջին իսկ օրը թողեց այն եւ որոշեց կենտրոնանալ մարզիչի աշխատանքի վրա։ Նա մեծ ֆուտբոլի աշխարհ մտավ ոչ թե մարզիչի պաշտոնից, այլ վերլուծություններ կազմողի։ Sporting ակումբում նա ցանկություն հայտնեց օգնել մարզիչներին եւ պատրաստում էր մրցակիցների բարձրակարգ վերլուծություններ։ Սա ապագայում թույլ տվեց նրան դառնալ թոփ թիմերի մարզիչ։ Շուտով Ժոզե Մոուրինյոյի հարցազրույցները վերածվեցին շոուի։ Մի անգամ նա ասաց. «Ես ինքնասիրահարված չեմ, բայց ես Եվրոպայի չեմպիոն եմ եւ կարծում եմ, որ առանձնահատուկ եմ»։ Բոլոր ակումբներից Ինտերը նրա համար իսկական ընտանիք էր։ Նա հեռախոսում չաթեր ուներ, որտեղ շփվում էր խաղացողների հետ ոչ միայն աշխատանքի մասին։ Հետո նա տեղափոխվեց Ռեալ Մադրիդ։ Նպատակը այն ժամանակվա Բարսելոնային կանգնեցնելն էր։ Առաջին խաղում Ռեալը պարտվեց 5-0 հաշվով։ Բոլորը կարծում էին, որ Մոուրինյոն կպայթի, բայց նա պարզապես ասաց իր խաղացողներին. «Բարձրացրեք գլուխներդ, ես Ժոզե Մոուրինյոն եմ, եւ մենք նրանց կհաղթենք հաջորդ տարի»։ Այդպես էլ եղավ։ Ամենաբարձր վարձատրվող մարզիչների վարկանիշի ի հայտ գալու պահից Մոուրինյոն այն գլխավորել է 12 անգամ։ Նրա գովազդային պայմանագրերը միլիոններ են բերում, իսկ արտահայտությունները դառնում են մեմեր։ Ինչ եք կարծում, Մոուրինյոն հանճա՞ր է, թե ուղղակի պրովոկատոր։ Գրեք մեկնաբանություններում եւ միացեք 23 000-ից ավել թիմին։